Սիրելի բալիկներ, ինչպես ամեն տարի գարնանը, այս տարի ես նույնպես ես համար պատրաստել եմ շատ մեծ անակնկալ։ Էլի անցած տարվա նման գնալու եք ձեր ամառանոց շաբաթօրյակի։ Իհարկե ոչ։ Պարզա, էլի նախանցած տարվա պես տանել եք ձեր ամուսնու ավտոտնակը կարգի բերենք։ Ոչ, սիրելիներս, ես ձեզ համար ավելի մեծ անակնկալ եմ պատրաստել։ Քիչ անց մեր դահլիճ կգա հայ անվանի ռեժիսոր, ով ձեզանից մի քանի հոգու կընտրի եւ կնկարահանի իր ֆիլմում։ Իսկ ով է ուզում նկարահանվել ֆիլմում։ Պատկերացրեք, դուք կդառնաք հայտնի դերասաններ, կաշխատեք մեծ գումարներ եւ բոլորը կցանկանան ձեզ հետ նկարվել եւ տեղադրել համացանցում։ Եվ ինչու ոչ, նաեւ ձեզանից շատերը կստեղծեն իրենց աստղային ապագան։ Ընկեր Միրզան, իսկ երբ է գալու ռեժիսորը։ Բալիկս, ռեժիսորն արդեն այստեղ է։ Բուրըն ծափարություններով դիմավորենք մեր ռեժիսորին։ Բարև ձեզ սիրելի երեխաները, ինչու չէ նաև ապագա հայտնի աստղեր։ Ընկեր Միրզոյան, ինչի մի անգամից չասեցիք, որ ձեր ասած հայտնի ռեժիսորը Երջանիկ Բակունցն է։ Դե որ անակնկալ լիներ։ Հավատացեք, ավելի մեծ անակնկալ կլիներ գնանք ամառանոց շաբաթօրյակի։ Խաչիկ ջան, լսիր տղաս, նստիր ու լռիր։ Ես խոսքը փոխանցում եմ մեր պարոն ռեժիսորին։ Սիրելի երեխաներ, ինչպես գիտեք, ես անվանի ռեժիսոր Երջանիկ Բակունցն եմ, ով եկել է այստեղ ձեր դպրոց, որպեսզի ձեզանից ընտրի շատերին, ովքեր նկարահանվելու են իմ նոր գեղարվեստական ֆիլմում։ Եվ այսպես ինձ անհրաժեշտ է մի տղա, ով ունի շեկ մազեր։ Այ օրինակ դու տղաս։ Ես համաձայն չեմ, ուրիշին ընտրեք։ Այսինքն համաձայն չես նկարահանվել իմ ֆիլմում։ Հա, որովհետև ձեր ֆիլմերը մեղմ ասած հիմարություն են։ Օրինակ վերջին Տափաստանի աղքատ եղջերուն։ Էդ ինչ ապուշություն էր։ Տղա ջան, այդ ֆիլմը համացանցում ունի 35,000 տարածում։ Հա գիտեմ, 35,000 տարածում 14 լայք։ Դուք պատկերացնում եք ինչ աստիճանի հիմարություն է եղել, որ 35,000 հոգին առանց լայքելու իրար են ուղարկել։ Կարճ ասած ձեր վրա տժացել են։ Տափաստանի աղքատ եղջերուն ֆիլմը ֆենոմենալ է եղել եւ այն ունի լայքերի կարիք, տղա ջան։ Դու զրկվեցիր քո կյանքի ամենակարևոր օրվանից։ Նստիր։ Ես կընտրեմ այլ աշակերտի։ Ինձ հարկավոր է նաեւ աղջիկ դերակատար։ Այ, օրինակ դու աղջիկս։ Կներեք իհարկե, բայց ես նույնպես կհրաժարվեմ առաջարկից, քանի որ նկարահանման օրերին զբաղված եմ լինելու։ Աղջիկ ջան, իսկ դու ինչ գիտես, թե մենք երբ ենք պատրաստվում նկարահանել այդ ֆիլմը։ Պարոն Երջանիկ, երբ էլ նկարահանեք, հաստատ զբաղված եմ լինելու։ Դու նույնպես զրկվեցիր քո ապագան կառուցելուց, աղջիկ ջան, ու ընկար Երջանիկ Բակունցի սև ցուցակ։ Ուրեմն ես կընտրեմ մեկ այլ աշակերտի։ Այ օրինակ դու տղաս, քո սաներվածքը ինձ ոգեշնչում է։ Պարոն Երջանիկ, իհարկե մեծ սիրով, բայց ես վաղ եմ մազերը կտրելու եմ, այնպես որ չեմ կարող։ Պարզ է։ Պարոն Երջանիկ, ես առաջարկում եմ, ավելի լավ է հարցնենք, թե ով է ուզում ձեր ֆիլմում նկարահանվել։ Այ լավ գաղափար է, ուրեմն այդպես կանենք երեխաներ, ով է այդ բախտավորը, որ կուզի նկարահանվել Երջանիկ Բակունցի ֆիլմում։ Լավ, այդ դեպքում ես գնամ։ Տեսնում եք, Երջանիկ Բակունցի ֆիլմը առանց դերասան չի մնա։ Դե տղաս, կանգնիր ոտքի, ինչ կերպար կցանկանաս մարմնավորել իմ ֆիլմում։ Ես ոչ մի դերել չեմ ուզում։ Այդ դեպքում ինչու ձեռքը բարձրացրեցիր, ստահակ։ Ես ուղղակի ուզում եի հարցնել, կարելի է գնալ պետքան։ Այս ինչ ասացած, լավ գնա խնդրում, դուք նկարահանվեք իմ ֆիլմում, խնդրում եմ։ Երեխաներ գնացինք իմ մեքենան լվանալու, ավելի լավ է գնացինք, հա։ Երեխաներ, խնդրում եմ։